ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 60 օր վերջնական համաձայնագիր կնքելու համար, հակառակ դեպքում կանեն այնպիսի բաներ, որոնք նրանց դուր չեն գա։ Թրամփը խոսել է նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների մասին, նա մասնավորապես ընդգծել է, եթե չլիներ Դոնալդ Թրամփը, Իսրայելը կկործանվեր։ Մենք ենք ամբողջովին աջակցում, մենք ենք զենք մատակարարողները, մերն են B2 ռմբակոծիչները, հայտարարել է նախագահը։ Իսկ հարցին, թե կկարողանա զսպել Իսրայելին, որպեսզի հարվածներ չհասցնի Լիբանանին, Թրամփը պատասխանել է, որ կարող է նշելով, որ Իսրայելում իրեն մեծ հարգանքով են վերաբերում եւ կատարում իր հորդորները։ Ջեյ Վենսը նույնպես խոսել է Իսրայելի մասին։ Իսրայելը լավ գործընկեր է, ինչպես Բրիտանիան կամ Ֆրանսիան, սա չի նշանակում, որ մեր շահերը միշտ պետք է համընկնեն, նշել է Վենսը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ չի վիրավորվել Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններից, բայց պահանջել է, որ Բելարուսը իր ռազմական տեխնիկան դուրս բերի Ուկրաինայի սահմանից, հակառակ դեպքում այդ քայլերը իրենք կձեռնարկեն։ Ուկրաինայի մասին հայտարարություններ են արել նաև Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները։ Մակրոնը նշել է, որ եվրոպացիները միջնորդներ չեն, այլ ուսուսի կանգնած են Ուկրաինայի կողքին։ Մենք աջակցություն ենք ցուցաբերում եւ մենք պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ։ Բանակցությունների օրը եվրոպացիները պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ, քանի որ Եվրոպայի շահերը անմիջականորեն տուժում են Ուկրաինայում տեղի ունեցողից, հայտարարել է նա։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն նշել է, որ Ուկրաինայի նման երկիրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ, քանի դեռ պատերազմի մեջ է։ Այնուամենայնիվ այն կարող է դառնալ Եվրամիության ասոցիացված անդամ, իսկ ավելի ուշ լիիրավ անդամ, նշել է նա։ Թրամփի եւ Մելոնիի հեռավար բանավեճը վերածվել է քաղաքական սկանդալի։ Թրամփը հայտնել է, որ Մելոնին աղաչել է լուսանկարվել իր հետ։ Մելոնին հակադարձել է. «Ոչ ես եւ ոչ Իտալիան երբեք աղերսորղի դերում չենք լինում»։ Իտալիայի արտգործնախարարը չեղարկել է ԱՄՆ այցը։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Անգլիայում։ Անգլիայի Բեդֆորդ քաղաքի մոտակայքում երկու գնացք է բախվել։ Վթարը տեղի է ունեցել Բեդֆորդից հարավ Էլստոու շրջանի մոտ։ Հաստատվել է 1 զոհ, գնացքի վարորդը ընդհանուր առմամբ տուժել է 89 մարդ, 11-ը ստացել են շատ ծանր վնասվածքներ, 22-ը ծանր, 56-ը թեթև վնասվածքներ։ Դեպքի վայր են ուղարկվել ավելի քան 20 շտապօգնության մեքենաներ եւ մի քանի օդային շտապօգնության ուղղաթիռներ։ Նախնական տվյալներով գնացներից մեկը կանգնած է եղել, իսկ մյուսը բախվել նրա հետևի մասին։ Պատճառները դեռ քննվում են եւ պաշտոնական եզրակացություն առայժմ չկա։ Կարաչայի Չերքեզիայում անհանգիստ գետում շրջվել է 2 զբոսաշրջիկ տեղափոխող կատամարան։ Լեռնային գետի ուժեղ հոսանքի պայմաններում կատամարանը շրջվել է եւ 2 տղամարդիկ ընկել են ջուրը։ Նրանցից մեկը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ափ։ Երկրորդ զբոսաշրջիկին հոսանքը տարել է ներքև եւ նա համարվում է անհետ կորած։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները գետի հունում եւ ափամերձ հատվածներում։ Ռուսաստանի այն տվյալներով զբոսաշրջիկները նախապես չէին գնացել իրենց երթուղին եւ սպլավը փրկարարծառայությունում, ինչը բարդացնում է նման դեպքերի վերահսկումն ու արձագանքը։